Մենք ընտրեցինք Վիկտոր Համբարձումյանի անձնագործունեությունը որպես մեր նախագծի թեմա, քանի որ նա ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության գիտական ժառանգության կարևորագույն ներկայացուցիչն է։ Նրա ներդրումը աստղաֆիզիկայի, տիեզերագիտական տեսությունների, գիտական մտածողության զարգացման մեջ բացառիկ է։ Մեզ հետաքրքրեց, ինչպիսի մարդ էր Վիկտոր Համբարձումյանը, ինչ գիտական գաղափարներ ու հետնագործություններ է արել, ինչ նշանակություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Այս թեման ընտրելով ցանկացանք ավելի լավ ճանաչել հայմեզ մնացողին, նրա գիտական ուղին, արժեքները եւ կարևորել նրա դերը մեր մշակութային եւ գիտական ինքնության մեջ։ Մենք մեր աշխատանքը կազմակերպեցինք փուլային եղանակով, բաժանվելով փոքր խմբերի, յուրաքանչյուրի հստակ պատասխանատվությամբ։ Առաջին խումբ ուսումնասիրեցին թեմային առնչվող գրականություն, աղբյուրներ, թեմաներ։ Երկրորդ խումբ ձևակերպեցին եւ խմբավորեցին տեքստերը, երրորդ խումբ փոխագրեցին ամբողջ գործընթացը, նկարեցին, տեսագրեցին եւ կազմեցին նախագծի լուսանկարների տեղափոխումները։ Չորրորդ խումբ աշխատեցին քարտեզի վրա, կազմեցին փիներ, սկրինշոթներ եւ ցուցադրություն, որոնք էին այն խնդիրները, որոնց բախվեցին։ Վիկտոր Համբարձումյանի կյանքը շատ ծավալուն եւ դժվար ընտրել կարևորագույն կետերը, նաեւ ունեցան որոշակի տեխնիկական խնդիրներ։ Այդ խնդիրների լուծումը օգտվեցին մի քանի աղբյուրներից, գրքերից, վստահելի կայքերից, հաջողեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան եւ աստղադիտարան, նաեւ տարբեր գրադարաններ եւ Գավառի երջագիտական թանգարան։ Թիմային քննարկումների շնորհիվ որոշեցինք, թե որ բովանդակությունը ընդգրկենք ներկայացման մեջ, իսկ տեխնիկական հարցում օգնության ասան մեր նախագծի ղեկավար ուսուցիչները։ Այս նախագծի ընթացքում ոչ միայն ավելացին մեր գիտելիքները Վիկտոր Համբարձումյանի կյանքի եւ նրա գիտական ժառանգության մասին, այլև սովորեցինք թիմային աշխատանքի, ուսումնասիրության եւ պատասխանատվության կարեւորությունը։ Փոխվեց մեր վերաբերմունքը հայմեզ գիտականի հանդեպ։ Այժմ նրան դիտարկում ենք ոչ միայն որպես պատմական դեմ, այլ նաեւ որպես օրինակ։ Ազգացինք, որ յուրաքանչյուր հետազոտություն, որքան էլ բարդ թվասկզբում, հասանելի է դառնում, երբ աշխատում ես միասին։ Ավելի խորապես հասկացանք մեր գիտական մշակույթի արժեքը եւ տեղը աշխարհում։ Նախագիծը իրականացվեց թիմային աշխատանքի շնորհիվ։ Յուրաքանչյուրս իր ներդրում ունեցավ համաձայնիկ հետաքրքրությունների եւ ուժեղ կողմերի։ Յուրաքանչյուրը զգաց պատասխանատվություն իր աշխատանքի համար եւ ի վերջո մենք ունեցանք միասնական նախագիծ։ Աշխատանքի ընթացքում ինչ հմտություններ զարգացան։ Թիմային համագործակցության հմտություններ։ Մենք սովորեցինք միասին պլանավորել, աջակցել միմյանց, աշխատել միմյանց հետ եւ հարգել միմյանց կարծիքը, նույնիսկ այն ժամանակ, երբ մեր տեսակետերը տարբեր են։ Վերլուծական եւ հետազոտական աշխատանք։ Մենք կարողացանք եւ սովորեցինք տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություն որոնել։ Վերլուծեցինք, համեմատեցինք եւ ընտրեցինք ամենակարևոր տեղեկությունը։ Զարգացան տեխնոլոգիական հմտությունները, աշխատեցինք մեդիա նյութերի հետ, ձայնագրություններ, մեդիաներ, ցուցադրություններ։ Աշխատացույց կրթական հարթակի միջոցով մեր նախագծային աշխատանքը կարողացան ներկայացնել փիների, սկրինշոթի, ցուցադրությունների, չափումների եւ այլ գործիքների միջոցով։ Մենք նաեւ ձեռք բերեցինք ժամանակի կառավարման հմտություններ, պլանավորեցինք աշխատանքը ըստ փուլերի եւ սովորեցինք ավարտին հասցնել ժամանակին։ Ինչն է հաջողված։ Նախագծի իրականացման ընթացքում եղան մի շարք հաջողված կողմեր, որոնք նպաստեցին վերջնարդյունքին եւ մեր անձնական աճին։ Դրանք են առաջին թիմային համագործակցությունը մեր թիմում ձևավորվեց առաջ մթնոլորտ, ամեն ուսումնարի դերը եւ բոլորս աշխատեցինք համերաշխ եւ պատասխանատվությամբ։ Երկրորդը տեղեկատվության որակ։ Մենք գտանք եւ օգտագործեցինք տարբեր նյութեր արժանահավատ աղբյուրներով։ Երրորդը սովորելու ընթացքը դարձավ ոչ թե պարտադիր, այլ նաեւ հետաքրքիր, թեման այնքան հետաքրքիր էր եւ ազգային պարտություն ներշնչող էր, որ մենք բոլորս ոչ թե պարտադիրված սկսեցինք սովորել, այլ նաեւ հետաքրքրեց եւ ուսուցանելիք